Մենք տաղավարում ենք և շարունակում ենք առավոտ լուսոն սիրելի հեռուստադիտողներ, Համլետ, օրացույցը երբ ուշադիր նայում ես, երբեք հարց չի առաջացել, որտեղ է փետրվարի 30-ը։ Կարելի է չէ՞ մտածել դրա մասին։ Ինձ թվում է երեխաները հատկապես այդ հարցը շատ են սիրում ու պարբերաբար տալիս են։ Այո, փետրվարի 30-ին պիտի ստեղծենք մեր հեքիաթը, որովհետև եթե այն չկա, պիտի մտածենք, իսկ երբ լավ մտքեր ենք այսպես մտածում եւ արտաբերում արտահայտում, դա նման է հեքիաթ ստեղծելուն, ինչու ոչ։ Ամիսներ առաջ տպագրվել է դրամատուրգ դերասան Էլֆիկ Զոհրաբյանի հեքիաթների երկրորդ գիրքը փետրվարի 30-ը։ Նորաշունչ գիրքը կարող է հետաքրքրել 12 եւ ավել տարիքային խմբի երեխաներին ամառային ընթերցանության համար եւ ոչ միայն, թե ինչպես է ստեղծվել գիրքը եւ ինչ է տեղի ունենում փետրվարի 30-ին, արդեն կմանրամասնենք մեր հյուրերի հետ։ Այո, որովհետև հեղինակը մեր տաղավարում է, սիրով ներկայացնենք միջազգային մրցույթների դափնեկիր դրամատուրգ դերասան Էլֆիկ Զոհրաբյանն է մեր տաղավարում, բարի լույս եւ նկարիչ Ամալիա Վարդանյանը, բարի լույս։ Ով նաև նկարազարդել է փետրվարի 30 գիրքը։ Էլֆիկ, դուք ընթերցողներին հայտնի եք 2017-ին տպագրված Բյուրեղապակյա մարդը հեքիաթների գրքով, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել եւ դրանից հետո որքան տևեց դադարը, որից հետո արդեն երկրորդ հեքիաթների ժողովածուն տպագրվեց։ 8 տարի առաջ տպագրվեց Բյուրեղապակյա մարդը գիրքը, որը շատ մասսայականություն վայելեց եւ տարիներ կային, որ բեսթսելերների այդպես շարքում էր, բայց դա իհարկե հարաբերական առումով։ Դրանից հետո 8 տարին միջում եղավ եւ տպագրվեց արդեն վերջերս փետրվարի 30-ը։ Կան գրողներ, որ տարին մեկ գիրք են հրատարակում եւ ես զարմանում եմ, թե այդքան ասելիք որտեղից, բայց սա շատ երկար տևեց։ Բացի այդ ես ուզում եմ անպայման ներկայացնել գրքի նկարազարդողին, որը արդի հայ նկարազարդողների մեջ տաղանդավոր միանատականություն է Ամալիա Վարդանյանը, որի հետ առաջին իսկ գրքից արդեն համագործակցել ենք Բյուրեղապակյա մարդը գրքի շրջանակներում եւ ուղղակի հիացած էի նրա ձեռագրով։ Մանավանդ որ եւ ինքը եւ հրատարակչությունը, մեր Անտարես հրատարակչությունը, որը եւ տպագրել է այս գիրքը, կատեգորիկ դեմ էին, որ AI-ը մասնակցի արվեստի գործին։ Եվ սա շատ լավ է եւ հնարավորություն են ձեռնում, որ նկարիչները իրենց տաղանդը ի ցույց դնեն։ Երբ համեմատում ենք գրքի նկարազարդումը բեմական իրականության եւ բեմանկարչության հետ, շատ զուգահեռներ կարող ենք անցկացնել, որովհետեւ առաջին տպավորությունը թերևս ստանում ենք նաեւ նկարազարդումից, ինչպես վարակույրը բացվում է եւ բեմում տեսնում ենք բեմանկարչական լուծումները ու միանգամից է տպավորությունը գալիս։ Ինչպես է ստացվել համագործակցությունը, որքան եք շփվել իրար հետ, համաձայնել եք շատ հարցերի շուրջ կամ չեք համաձայնել, ընթացքի մասին մի փոքր կպատմեք եւ ինչ եք ուզում նաեւ ներկայացնել նկարազարդումով։ Առհասարակ մեր նկարազարդումները սկսվեցին, մեր համագործակցությունը այս ոլորտում սկսվեց դեռևս Բյուրեղապակյա մարդը հեքիաթների գրքից, որտեղ իհարկե ես համահեղինակ էի, այնտեղ մոտավորապես 4 նկարիչ էին աշխատում զուգահեռ եւ արդեն երբ կար այս միտքը տպագրելու փետրվարի 30-ը հեքիաթների գիրքը, այստեղ ինձ անվերապահ վստահվեց ամբողջ գրքի ձևավորումը եւ այո ճիշտ եք, առհասարակ ստեղծագործական ցանկացած process ամեն կերպ կարելի է վերլուծել, բացի հեշտ ասելուց, այնպես որ որևէ համագործակցություն հեշտ լինել չի կարող եւ դա խիստ նորմալ է, դա որևէ բացասական երանգ իր մեջ իհարկե չի պարունակում, որովհետեւ սկսել ստեղծագործել, այն էլ երկու տարբեր ստեղծագործող մարդիկ միևնույն թեմայի շուրջ, պարզ է, որ պետք է լինեին շատ քննարկումներ, շատ ու շատ, որոնց արդյունքում իհարկե պետք է լավ գիրք ծնվեր, իհարկե անverջ փոփոխել, անverջ որոնել եւ այդ որոնումները առաջին հերթին ոչ թե Էլֆիկի համար էին արվում, այլ հենց ինձ համար, ի սկզբանե, եւ որպես օրինակ ասեմ, որ սկիզբը մեկնարկը տրվեց նկարազարդումների հենց փետրվարի 30-ը հեքիաթից, այնտեղ ընտրվեց 1-2 այսպես ավելի առանցքային հատվածներ եւ ես մոտավորապես 1 տեսարանի համար
8 նկարազարդում արեցի, որոնցից եւ որևէ մեկը չի ընդգրկվել այսօրվա մեր գրքում։ 8-ը շատ խորհրդանշական թիվ է կարծես ձեզ համար, 8 տարի անց, 8 նոր հեքիաթ, 8 նկարազարդում։ Այո, եւ 8 նկարազարդում արվեց որպես օրինակ այդ փնտրումների, ես որևէ կերպ չեմ ուզում ասել, որ դրանք լավն էին ավելի քան այն ինչ որ կա այսօր, տպագրված արդեն, բայց ճիշտ նույն տեսարանի, այո, ինձ համար էին նաև այդ փնտրումները, այդ նույն տեսարանի շուրջ վերջում արդեն գրքի վերջում արվեց բոլորովին այլ նկարազարդում։ Էլֆիկ, հեքիաթները սովորաբար լինելիության եւ չլինելիության սահմաններում են, չէ՞, եւ սովորաբար այդպես էլ սկսում են։ Հիմա մենք գործ ունենք փետրվարի 30-ի հետ, որը ամսաթիվ է, որը մեծ հաշվով գոյություն չունի։ Բայց ինչու է այս ամսաթիվը ընտրվել։ Կպատմեք մեզ։ 4509 թվականին երիտասարդ գիտնական զույգը օդի մեջ նստած պարզում են, որ դարեր առաջ եղել է փետրվարի 30 եւ ուր է անհետացել։ Այդ մասին ես չեմ ասի։ Կպատմի գիրքը։ Կամ ամեն մարդու կյանքում լինում են ռետիններ, որոնք իրենց վրա շատ բան են վերցնում եւ ջնջում են քո սխալները եւ մնում են անհայտ։ Եվ գալիս է մի օր, որ այդ ռետինը մաշվում է արդեն։ Գիտեք, ասում ենք թատրոն, ասում ենք երևակայություն, շատ համահունչ են, չէ՞ իրար, ասում ենք հեքիաթ ու երևակայություն էլի համահունչ են, եւ որպես թատրոնին շատ մոտ կանգնած մարդ, թատրոնի մեջ գործունեություն ծավալող մարդ, արդյոք հաշվի եք առնում այն փաստը, որ հեքիաթ գրելիս նաեւ կգա օրը, որ օրինակ այդ հեքիաթը կարող է դառնալ տվյալ թատրոնի մանկական ներկայացումներից մեկը։ Հեքիաթ գրելիս թատերայնություն հաշվի առնում եք թե ոչ։ Դա երևի իմ ոճի մեջ է եւ իմ հեքիաթները բազմաթիվ թատրոններում բեմադրվել են, այս պահին էլ մեր Վանաձորիա Հովհաննես Աբելյանյան թատրոնում կա եւ այլ թատրոններում հաճախ դպրոցները բազմաթիվ ամբողջ հանրապետության մասշտաբով բեմադրում են, հրավիրում են, երևի էլ դպրոց չի մնացել Հայաստանում, որ չեն հրավիրել շատ տեղեր, շատ մարզերում, քննարկումներ են լինում եւ այդ առումով նշեմ, որ Ամալիայի հոգին հանել եմ, շատ եմ տանջել, հենց թատրոնի այս բնավորությունը, այս հոգեվիճակը, այս գույնը, այս բանը, իսկ Ամալիան հրաշալի ձեռագիր ուներ, ամեն մեկը մեկից հետաքրքիր, բայց էլի այսպես պահանջկոտ, որ ամեն ինչ լինի լավ եւ իհարկե նորից եմ նշում, շնորհիվ Անտարես հրատարակչության բարձրակարգ որակը նկատի ունեմ տպագրության, հրաշալի գիրք տպագրեցին, որը նորաշունչ է եւ 12+ է։ Էլֆիկ, դուք Մարկ Տվենի համար միջազգային մրցանակին եք արժանացել նաեւ այլ մրցանակների ու հետաքրքիր ժամանակակից հեքիաթագրության համար, որքանով են կարեւոր այս նվաճումները եւ արդյոք օրինակ դրանք նպաստում են, որ հեքիաթները թարգմանվեն, նաեւ հասանելի դառնան լայն հանրության աշխարհում։ Դեռ իմ գործերը չեն թարգմանվել, մի քանի գործեր կան, որ թարգմանել են, երբ որ մասնակցում եմ միջազգային փառատոնի եւ ներկայացնում եմ Հայաստանը, այդ ժամանակ հիշում եմ բազմաթիվ գերմանացի եւ ավստրիացի երեխաներ մոտեցան ուսուցիչներ եւ հարցնում են, որտեղ կարող ենք գիրքը գտնել։ Որ փառատոնի մասին է խոսքը։ Խոսքը Interlace միջազգային փառատոնի մասին էր, որտեղ ներկայացնում է Հայաստանը որպես հեքիաթագիր։ Մի քանի քաղաքներում հանդիպումներ կազմակերպված ինձ հետ, անգամ մեկ գյուղում գերմանական եւ երեխաները շատ ակտիվ էին, շատ հետաքրքիր էր, որ հեքիաթի լեզուն միջազգային է եւ համամարտկային։ Մնում է թարգմանվի եւ սա, ինչպես ասում են գրականագետները, նոր խոսք է բերում։ Չկան happy end-եր, չկան սուտ բաներ, ավելի, այսպես, ճակերտավոր լուրջ են, ավելի նոր են։ Ես խոնարհվում եմ մեր Թումանյանի առաջ, բայց այսօր չի կարելի այդպես կրկնօրինակել եւ գրել այդպես։ Կարդում եմ Կալոդի, չգիտեմ, Պրոյսլեր եւ այլ Ռոնալդ Դալ, բայց ինչ որ բան ինձ չի բավարարում եւ ես բերում եմ իմը։ Եվ ամենակարևորը, որ գրականագետները նշում են, սատիրիկ թանձր շերտն է։ Շատ թանձր է եւ իդեպ Ամալիայի ձևավորման մեջ էլ կա այդ սատիրան, հեգնանքը, հումորը, ինչ որտեղ երբեմն քաղաքական շերտ է հայտնվել։ Երեխաներին պետք է այդ ամենը։ Երեխաները դրա մեջ են։ Եվ համամարտկային է։ Եվ գուցե առանց գիտակցելու դրա մեջ են։
Դե այո, մեր կյանքն է։ Թե սա նաև մեծերի համար է։ Այո, հատկապես մեծերի համար է, ես չեմ գրում փոքրերի համար։ Գիտեք ինչն է հետաքրքիր նկարազարդում անելիս, կերպարներին ստեղծելիս, արդյոք առաջին տպավորությամբ մենք կարող ենք ճանաչել կերպարին։ Օրինակ, եթե նա չար է կամ բարի կամ խորամանկ է, թե ազնիվ, գուցե օրինակ բարի դեմքի տակ թաքնված է խորամանկ էությունը, նման լուծումներ տրվում են, թե շատ պարզ է ու հստակ հասկանալի։ Չէ, նկարազարդել գիրքը նշանակում է դառնալ համահեղինակ։ Նկարչի, նկարազարդողի դերը երբևիցե գրածը նկարել չէ։ Այսինքն արդեն իսկ կրկնել այն միտքը, որը գրված է։ Նկարազարդել նշանակում է շատ դեպքերում նույնիսկ ընդլայնել այն շրջանակը, որը ի սկզբանե տվել է հեղինակը, որովհետև այս ամենը ծնվել է հեղինակի երևակայության մեջ։ Այսինքն ստեղծագործական համագործակցությունը իմ եւ հեղինակի երևակայության միջև էր։ Եվ այն փաստը, որ հեքիաթները իհարկե կրում են ֆանտաստիկայի էլեմենտներ, երբեմն նույնիսկ աբսուրդ իրականություն է, գոյություն չունեցող, բայց այդ ժամանակակից ոգին, որի մասին այսօր նոր խոսվեց, հենց դրանում է, որ երեխային հետաքրքիր լինի այն հեքիաթային միջավայրը, որտեղ կան այսօր իրեն ծանոթ շատ էլեմենտներ։ Օրինակ մեր հեքիաթներից մեկում, որը կոչվում է խոսող ձուկը, թռչող ձուկը, ներողություն, մենք ունենք, այո, այս պարագայում, այո, որովհետև ունենք մենք այսպես ծովային բոլոր կենդանիներին, ձկներին, որոնք ունեն իրենց սոցիալական էջերը, իրենց սոցիալական fake էջերը, որոնց միջոցով կարողանում են իրար շատ վատ մեկնաբանություններ գրել, այսինքն ծանոթ, այսօրվա ծանոթ իրականությունը տանել այդ կախարդական աշխարհը եւ նկարազարդումների միջոցով ոչ թե ուղակի պատմել այն, ինչ այլևս գրված է հեղինակի կողմից, այլ ցույց տալ ավելին, այն թաթերական հատվածը գուցե ապահովել, ինչու ոչ, ներկայանալի դարձնել ավելի տեքստը, շատ ավելի տպավորիչ դարձնել գուցե։ Եվ իհարկե չար եւ բարի հերոսների հետ կապված, այստեղ ոչ թե հերոսներն են չար կամ բարի, այլ իրավիճակներն են ստիպում հերոսին լինել այսպիսին կամ այնպիսին։ Եվ այդ ֆանտաստիկայի էլեմենտները, որոնք կան այստեղ, շատ ավելի օգնում են նկարչին մի քիչ ավելին անելու, քան նույնիսկ գրված է։ Եվ ես հուսով եմ, որ ընթերցողը ոչ միայն կկարդա պատմությունը, այլ նաև շատ կսիրի այդ կախարդական աշխարհը, կսիրի հերոսներին եւ արդեն գրքի վերջին էջը փակելուց հետո իր երևակայությամբ կշարունակի այս մեծ ճամփորդությունը, որ իրեն նվիրել է Էլֆիկը։ Գրքի հրատարակման համար գրողը նաև մեծ ճանապարհ է անցնում խմբագրի հետ, Արքմենիկ Նիկողոսյանն է խմբագիրը, հետաքրքիր է աշխատանքները ինչպես են ընթացել, որովհետև ամեն դեպքում գործ ունենք յուրօրինակ ժանրի հետ։ Արքմենիկը պրոֆեսիոնալ է եւ այսպես երևի անհամեստություն կլինի, բայց շատ դրական խոսքեր ասած կարդալուց հետո եւ 8 տարին կարճ ժամանակահատված չէ, որպեսզի ինքդ քեզ հաշիվ տաս եւ ընթերցողի սեղանին դնես գիրք, պիտի շատ աշխատես եւ ամեն մի գործը այս գրքի մեջ իրարից շատ տարբեր է։ Գրականագետները նշեցին, որ կան ժանրային փոխներթափանցումներ եւ պատմվածք, եւ ֆենթեզի, եւ սատիրա, եւ այլն, ամեն տեսակ բան կարող ես գտնել, առակի նման ինչ-որ բան, եւ դա ինչ-որտեղ 21-րդ դարի գրականության ներքին պահանջ է։ Ժանրային փոխներթափանցումները եւ սրանով նաեւ նոր շունչ է սպերում։ Բայց դա հատուկ միտումնավոր չէ, ինքնին է ստացվում, եթե դու կյանքը իրոք ապրում ես քո ամեն բջիջով։ Շնորհակալություն, գրքին հաջողություն ենք մաղթում, թող շատ վաճառվի, երեխաները շատ կարդան ժամանակակից հեքիաթներ եւ ոչ միայն երեխաները, ինչպես հասկացանք զրույցի ընթացքում։ Այո, բացահայտենք փետրվարի 30-ը եւ առիթ օգտագործենք նաեւ ձեզ շնորհավորենք, որովհետեւ օրեր առաջ Հայաստանի գրողների միության կողմից արժանացել եք առաջին մրցանակին ձեր գրված պիեսի համար, թող նաեւ շարունակական լինի թատերային դրամատուրգիական ձեր երևակայությունը, որը կհանձնվի թղթին ու մենք էլ կբեմադրենք կամ կխաղանք։ Օրվա դրական շարունակություն ենք ձեզ մաղթում, սիրելի հեռուստադիտողներ։